Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարում։ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Proud Engineers ընկերության հիմնադիր Տավի Կոտկային, որը նախկինում ղեկավարել է Էստոնիայի տեղեկատվական համակարգերի գործակալությունը։ Վարչապետը կարևորել է թվայնացման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Proud Engineers ընկերության միջև գործակցությունը։ Դուբայի միջազգային ավիաշոուի ժամանակ հնդկական արտադրության ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանը դադարեցրել է Հնդկաստանի հետ $1.2 միլիարդ արժողությամբ 12 Tejas կործանիչ գնելու շուրջ բանակցությունները, այս մասին էլ հայտնել է The Jerusalem Post-ը։ Հայաստանում նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը կրկին օրակարգում է։ Ոլորտի պատասխանատուներն ու փորձագետները նշում են, որ գործող չափը չի համապատասխանում երկրի սոցիալ-տնտեսական վիճակին։ 2026 թվականին կառավարության ծրագրով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը դարձնել 85,000 դրամ։ Մասնագետներն ահազանգում են Հայաստանում ֆիզիկական բռնությունից ավելի լուրջ խնդիր է հոգեբանական բռնությունը։ Թվային աշխարհում ծագող խնդիրների դեմ պայքարի շրջանակներում մեկնարկել է ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16 օրյակ ամենամյա քարոզարշավը։ Կասեցվել է այս տարվա ընթացքում արդեն 4-րդ հանցավոր զանգերի կենտրոնի գործունեությունը։ Պարզվել է, որ մի խումբ անձինք իրականացրել են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։ Ռուսաստանը դեռևս չի ստացել ուկրաինական կարգավորման վերաբերյալ ամերիկյան պլանի թարմացված տարբերակը։ Այս մասին ասել է Պեսկովը, անդրադառնալով լրատվամիջոցների տեղեկություններին, ըստ որոնց Տրամպի Ուկրաինայում խաղաղության ծրագրի կետերը 28-ից դարձել են 19։ Օրվա միջազգային անցուդարձը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Proud Engineers ընկերության հիմնադիր Տավի Կոտկային, որը նախկինում ղեկավարել է Էստոնիայի տեղեկատվական համակարգերի գործակալությունը։ Վարչապետը կարևորել է թվայնացման ոլորտում Հայաստանի կառավարության եւ Proud Engineers ընկերության միջև գործակցությունը, նշելով, որ թվայնացման գործընթացը Հայաստանում համարվում է առաջնահերթություն։ Երկրի ղեկավարի խոսքով պետական կառավարման համակարգի թվայնացումը նոր ազդակ կհաղորդի պետական ինստիտուտների գործունեության, արդյունավետությանը եւ քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցմանը։ Տավի Կոտկան ներկայացրել է Proud Engineers-ի գործունեությունը եւ եվրոպական տարբեր երկրներում թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու միջոցառումները։ Միաժամանակ նա անդրադարձել է թվայնացման սկզբունքներին, գործիքակազմերին եւ հնարավորություններին, պատրաստակամություն հայտնելով սերտորեն գործակցել հայ գործընկերների հետ։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեսակապով մասնակցել է Մինսկում անցկացվող ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին։ Նախարարն իր մասնակցության մասին տեղեկացրել է Facebook-ում կատարած գրառման միջոցով, նշելով, որ զեկույցով ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հեռանկարները։ Քննարկեցինք համատեղ կոոպերացիոն ծրագրերի ֆինանսական աջակցության մեխանիզմները, գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը եւ ոլորտի թվայնացման առնչվող հարցեր, գրել է Պապոյանը։ Դուբայի միջազգային ավիաշոուի ժամանակ հնդկական արտադրության ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանը դադարեցրել է Հնդկաստանի հետ $1.2 միլիարդ արժողությամբ 12 Tejas կործանիչ գնելու շուրջ բանակցությունները, այս մասին հայտնել է The Jerusalem Post-ը։ Հայաստանը բանակցություններ էր վարում Հնդկաստանի կառավարության եւ HAL ընկերության հետ 12 ինքնաթիռ գնելու վերաբերյալ, որը պետք է լիներ ինքնաթիռի առաջին արտահանման գործարքը։ Tejas ինքնաթիռի մշակումը սկսվել է 1982 թվականին, որպես Հնդկաստանի աշխարհի խոշորագույն զենքի գնորդներից եւ արտահանողներից մեկը դառնալու փորձի մի մաս։ Հայաստանում նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը կրկին օրակարգում է, ոլորտի պատասխանատուներն ու փորձագետները նշում են, որ գործող չափը չի համապատասխանում երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին, իսկ հաշվարկների ներկայիս մեթոդաբանությունը ստեղծում է արհեստականորեն ցածր նվազագույն շեմ։ Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիկ Նաստիգրանյանը նշել է, որ 26 թվականին կառավարության ծրագրով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը դարձնել 85,000 դրամ։ Նվազագույն աշխատավարձի բարձրացումը սոցիալական առումով միշտ դրական է, բայց մեթոդաբանությունն ու ֆինանսական սահմանափակումները լուրջ խնդիրներ են առաջացնում։ Այս մասին նվազագույն աշխատավարձը եւ սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում ուսումնասիրության արդյունքները ներկայացնելիս նշեց Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիկ Նաստիգրանյանը։ Պատգամավորն իր խոսքում կարևորեց, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման թեման ամեն տարի բարձրաձայնվում է, հատկապես պետական բյուջեի
քննարկումների ժամանակ։ Նրա խոսքով գործող նվազագույն աշխատավարձը չի բխում երկրի սոցիալ-տնտեսական իրականությունից, իսկ այն հիմնավորելու համար անհրաժեշտ մեթոդաբանությունը բացակայում է։ Նա հիշեցրեց, որ կառավարության ծրագրում նախատեսված էր մինչև 2026 թվականը նվազագույն աշխատավարձը հասցնել 85,000 դրամի, սակայն 2024 թվականի բյուջեն նման հնարավորություն չի ընձեռել։ Միաժամանակ որոշ պատգամավորներ առաջարկում էին այն սահմանել մինչև 100,000 դրամի չափով, ինչը մոտ է ուսումնասիրության մեջ նշված 90,000-ից մինչև 115,000 դրամի միջակայքին։ Այստեղ կարճ առաջարկվի մեջ, որ հստակ մեթոդաբանություն լինի, պարբերականություն լինի, մեր օրենսդրության լոգիկան եղել է ամեն տարի պարբերաբար բարձրացնել նվազագույն աշխատավարձը, բայց ցավոք սրտի մենք 24 թվականի համար նվազագույն աշխատավարձի բարձրացում չենք ունեցել, փոխարենը մենք ունեցել ենք մեր ընդդիմադիր պատգամավորների կողմից առաջարկ նվազագույն աշխատավարձը 100,000 դրամ դարձնելու մասին, դեռ մինչև 75,000-ի սահմանումներ, որը իրականում այս ոնց որ հետազոտության արդյունքում էլ դուրս է կանել մոտավորապես 90-ից 115,000-ի շեմը, որի դեպքում սպառողական զամբյուղը կարող էր ծածկել։ Տիգրանյանն ընդգծեց, որ ներկայացված ուսումնասիրությունն անհրաժեշտ գործիք է որոշելու նվազագույն աշխատավարձը պետք է կարգավորվի օրենքով, սոցիալական գործընկերների բանակցություններով, թե այլ մեխանիզմներով։ Տեխնիկական գիտությունների թեկնածու դոցենտ Ռուբեն Մարկոսյանն էլ ներկայացրեց սպառողական եւ բարենային զամբյուղների հաշվարկման մեթոդաբանական լուրջ խնդիրները։ Նվազագույն աշխատավարձի ամենաէական, այսպես ասած, սահմանումներից մեկը դա աշխատանքի միջազգային կազմակերպությունն է, որը որ սահմանվում է որպես նվազագույն վարձատրության չափ, որը գործատուն պարտավոր է վճարել աշխատողին սահմանված ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար եւ չի կարող նվազեցվել կոլեկտիվ պայմանագրով կամ անհատական համաձայնագրերով։ Եվ ԱՄԿ-ն ունի հաջորդ սլայդ, ԱՄԿ-ն ունի 131-րդ կոնվենցիան, որը Հայաստանը նույնպես միացել է եւ ինքը այդ կոնվենցիան ըստ էության պարտավորեցնում է, որ աշխատողները եւ նրանց ընտանիքների պահանջմունքները նվազագույն աշխատավարձը երկրներ սահմանելիս հաշվի առնեն աշխատողների եւ նրանց ընտանիքների պահանջմունքները հաշվի առնելով երկրում ընդունված աշխատավարձի ընդհանուր մակարդակը, կենսապահովման նվազագույն ծախսերը, սոցիալական նպաստները եւ սոցիալական խմբերի կյանքի համեմատական մակարդակը։ Նրա խոսքով ներկայիս մեթոդաբանությամբ հաշվարկվող բարենային զամբյուղը չի արտացոլում առողջ սննդակարգի պահանջները, հիմքում դրված են ամենաէժան ապրանքները, սննդային ցուցակն ամբողջությամբ չի համապատասխանում առողջապահական նորմերին, հաշվի են առնվում աղքատ տնտեսությունների սովորությունները, ինչը ստեղծում է արհեստական ցածր նվազագույն արժեք։ Ըստ Մարկոսյանի, Հայաստանի բնակչության 65%-ը չի կարողանում օգտվել առողջ սննդից ֆինանսական խնդիրների պատճառով։ Նրա խոսքով Եվրամիությունում նվազագույն աշխատավարձի սահմանին մոտեցումները էապես տարբերվում են։ Մի շարք երկրներում այն սահմանվում է ոչ թե օրենքով, այլ արհմիությունների եւ գործատուների միջև կոլեկտիվ բանակցություններով։ Եվ հենց այդ երկրները, որտեղ բանակցային գործընթացով է ամրագրվում, նվազագույն աշխատավարձեր ունեն էական բարձր մակարդակներ։ Տեսեք, կոլեկտիվ բանակցային գործ 80%-ից եթե ցածր է լինում, այդ պետությունը պարտավոր է մշակել եւ իրականացնել, խոսքը ԵՄ անդամ պետությունների մասին է, գործողությունների պլան կոլեկտիվ բանակցությունները խթանելու համար։ Եվրամիության դիրեկտիվները պարտադրում են նվազագույն աշխատավարձը վերանայել առնվազն 2 տարին մեկ, իսկ որոշ դեպքերում 4 տարին մեկ, պարտադիր հաշվի առնելով ապրանքների եւ ծառայությունների իրական արժեքները։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն էլ նշեց, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը ունի եւ դրական եւ հնարավոր բացասական տնտեսական ազդեցություններ կախված տնտեսությունից։ Նրա խոսքով որոշ երկրներում աշխատավարձերի կտրուկ բարձրացումը կարող է բերել գնաճի կամ ստվերի աճի, սակայն դա կախված է տվյալ երկրի տնտեսական կառուցվածքից, արտադրողականությունից եւ աշխատաշուկայի վիճակից։ Ամեն մի բարձրացում, ամեն մի տատանում, դա արժեք է, միավոր է։ Ամեն մի բարձրացում դա ինչ որ մի ուղղությունից առաջնահերթությունից փոփոխել տանել է։ Գումարը կա, բայց բոլոր դեպքում ըստ առաջնահերթությունը պետք է առաջնահերթել, նշի որ տպագրություններ միացածով միշտ կարող է գումար տպագրել, բայց այն մարդկանց որ կողմը միշտ բարձրացնելու, այսինքն միշտ ասելով հաշվի առնելով զամբյուղին։ Սարգսյանը նշեց, որ միջազգային մեթոդաբանությունները կարևոր են, բայց Հայաստանը պետք է մշակի իր երկրի մոդելին համապատասխան համակարգ։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։
Մասնագետներն ահազանգում են Հայաստանում ֆիզիկական բռնությունից ավելի լուրջ խնդիր է հոգեբանական բռնությունը, ներկայում թվային տիրույթում ագնացող տեմպերով աճում են բռնության նոր տեսակներ, որոնք պահանջում են նոր մոտեցումներ։ Թվային աշխարհում ծագող խնդիրների դեմ պայքարի շրջանակներում մեկնարկել է ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ ամենամյա քարոզարշավը։ Այս անգամ միջոցառումը կրում է «Միավորենք մեր ջանքերը» հանուն անվտանգ թվային միջավայրի խորագիրը։ Օնլայն հետապնդում եւ շանտաժ, սոցցանցերում անհատական տվյալների տարածում, կանանց ու աղջիկների նկատմամբ սեռական բնույթի ճնշումներ, կիբերհարձակումներ եւ խաբեություն, հոգեբանական ազդեցություն եւ սպառնալիքներ։ Թվացյալ անվնաս համացանցային տիրույթում ներկայությունը կարող է հանգեցնել ծանր հետևանքների։ Սոցցանցերն ու մեսենջերային ծառայությունները, որոնք մեզ միավորում են աշխարհի ցանկացած անկյունում, երբեմն դառնում են վախի, ճնշումների եւ սպառնալիքների հարթակ։ Մարդիկ հայտնվում են անտեսանելի հետևողների, շանտաժի, անձնական տվյալների հրապարակման վտանգի տակ, առանց իմանալու, թե երբ եւ որտեղից է գալիս վտանգը եւ ինչպես դրանից պաշտպանվել։ Բռնության հետևանքները յուրաքանչյուրիս համար կարող են բավականին ծանր լինել։ Հիմնականում թիրախավորվում են կանայք ու աղջիկները։ Ժամանակակից աշխարհում փոխվել են բռնության ձևերը, հետևաբար դրանց դեմ պայքարի մեթոդները եւս պետք է փոխվեն։ Ոչ միայն պետական կառույցները, այլև քաղաքասարակությունը պետք է ակտիվ աշխատանքներ տանի։ Շատ կարեւոր է նաեւ հանրության ճիշտ իրազեկումը եւ առհասարակ տեղեկացվածության մակարդակի բարձրացումը։ Հայաստանում պատկերը մտահոգիչ չէ, բայց միևնույն է դեռ շատ մարտահրավերներ կան, որոնք պետք է հաղթահարվեն։ Խնդիրն առնչվում է ոչ միայն տեխնիկական անվտանգությանը, այլև սոցիալական եւ հոգեբանական բնույթ ունի։ Այն ազդում է մարդու վստահության, ինքնագնահատականի եւ կյանքի վրա։ Ընդամենը մեկ սխալ գրառումը կամ անհատական տվյալների արտահոսքը կարող է հանգեցնել կիբերհարձակողի կողմից վերահսկվող իրական սպառնալիքների, անգամ անձնական անվտանգության համար վտանգավոր իրավիճակների։ Մարզային բնակավայրեր այցերի ընթացքում, երբ շփվում եմ քաղաքացիների հետ, գաղափարն այն է լինում, որ իրենք նույնիսկ չեն պատկերացնում, որ խոսքը բացասական բնույթ ունեցող երևույթի բռնության մասին է եւ շատ դեպքերում նորմալ են դա դիտարկում։ Եվ կարծում եմ, որ այս ուղղությամբ մենք չափազանց շատ աշխատանք ունենք իրականացնելու, ավելին ասեմ, մի փոքր ավելի առաջ գնամ, թեև իրապես պետությունը մեծ առաջընթաց է գրանցել նաև պետական մարմինների վերապատրաստումների ու աշխատանքի կատարելագործման առումով այս համատեքստում, բայց բազմաթիվ են դեպքերը, երբ նաև իրավասու մարմինների ներկայացուցիչները շատ պատկերացում չունեն ընդհանրապես բռնության, դրա տեսակների մասին եւ մի շարք իրավիճակներում հենց իրենք են նպաստում նրան, որ այս երևույթը նորմալ դիտարկվի։ Ինչպես են այս վտանգները հայտնվում առցանց տիրույթում, ովքեր են տուժողները, ինչ քայլեր կարելի է ձեռնարկել պաշտպանելու համար ինչպես անձնական տվյալները, այնպես էլ սեփական հոգեբանական առողջությունը։ Վերջին տարիներին իրականացված տարբեր հետազոտություններ եւ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ թվային բռնության դեպքերը աճում են, ահազանգելով օրենսդրական կարգավորումների, իրազեկման արշավների, թվային տիրույթում կանանց եւ աղջիկների պաշտպանության եւ աջակցության նոր մեխանիզմների ներդրման խնդրի մասին։ Այս համատեքստում իհարկե շատ կարևոր է ի պատասխան նաեւ ունենալ թվային գործիքներ, որպես կանխարգելման, վախ հայտնաբերման, պաշտպանության եւ թիրախային ու երկարաժամկետ արդյունքներ հետապնդող քաղաքականություն մշակելու արդյունավետ միջոց։ Նախարարությունը արդեն իսկ տեսանելի քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ, խոսքը իհարկե ՄԱԿ բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ ստեղծված ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշմարման համակարգի մասին է։ Ամեն տարի անցկացվող ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ ամենամյա քարոզարշավի շրջանակում անցկացվող «Միավորենք մեր ջանքերը» հանուն անվտանգ թվային միջավայրի խորագրով հանդիպումը միտված է արձանագրելու այն անասելի արագությամբ աճող խնդիրներին, որոնք ծագում են թվային աշխարհում։ Հենց այս նպատակով էլ ստեղծվել է Safe You հավելվածը, որը կօգնի տուժողին ավելի արագ եւ ճիշտ օգնություն ցուցաբերել, ճիշտ վերլուծել իրավիճակը։ Մենք նկատում ենք, որ ընթացիկ տարում հատկապես ավելի շատացել են այն դեպքերը, երբ որ գենդերային բռնության զոհ դարձած անձինք ահազանգ անմիջականորեն փոխանցում են հենց ոստիկանության գործընկերներին։ Սա չափազանց պարտավորեցնող գնահատական է, միտում է։ Ես սա դիտարկում եմ որպես դեռևս դրական միտում, որովհետև մեծ ջանք ունենք տանելու, որպեսզի այս պրակտիկան ավելի կայունանա եւ մենք կարողանանք ավելի լավ արդյունքներ գրանցել այս տեսանկյունից, բայց շատ կարեւոր է, որ մենք ի վերջո այս նոր հանգրվանին հասել ենք եւ պլատֆորմը համակցվում է օպերատիվ կառավարման կենտրոնի հետ, ինչը մեզ թույլ կտա նաև թվային տիրույթում դիտարկելու հավելվածից օգտվողների մասին տվյալները եւ նաև ահազանգ
զանգերի բովանդակությունը եւս վերլուծելու եւ դրա հիման վրա քաղաքականության նոր մոտեցումներ որդեգրելու։ Մասնագետները շեշտում են, առցանց բռնությունը նույնքան իրական եւ վտանգավոր է, որքան ֆիզիկականը։ Նրանց խոսքով անհրաժեշտ է միավորել պետական, միջազգային եւ հասարակական կառույցների ջանքերը պաշտպանության, արձագանքման եւ իրավական կարգավորման արդյունավետ համակարգ ստեղծելու համար։ Համակարգը մեծ հնարավորություն է տալու ընտանեկան բռնության կանխարգելման տեսանկյունից ունենալու վերլուծական շատ մեծ պրոդուկտ, իրականում հասկանալու ընտանեկան բռնության այն հիմնական պատճառներն ու պայմանները, դրանց դրսևորման ձևերն ու մեխանիզմները, որոնք բնականաբար առավել թիրախային եւ հասցեական կդարձնեն մեր քայլերը ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ։ Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրին թվային բռնության նոր ձևերը, միաժամանակ նշելով 16-օրյակի մեկնարկը եւս մեկ հնարավորություն է բարձրաձայնելու այն խնդիրները, որոնց առջեւ կանգնած են հազարավոր կանայք եւ աղջիկներ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Կասեցվել է այս տարվա ընթացքում արդեն 4-րդ հանցավոր զանգերի կենտրոնի գործունեությունը, պարզվել է, որ մի խումբ անձինք իրականացրել են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։ Հայաստանում գործող նմանատիպ հանցավոր կազմակերպությունները փոխկապակցված են այլ պետություններում նույն հանցավոր մեխանիզմը կիրառող հանցավոր այլ կազմակերպությունների հետ, որոնք իրենց հերթին թիրախավորում են մեր հանրապետության քաղաքացիներին։ Ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները հանցավոր զանգերի կենտրոնում անսպասելի խուզարկությունն իրականացրին նոյեմբերի 20-ին։ Միջոցառման հաջողությունը մեծապես կախված էր նաեւ անսպասելիությունից։ Իսկ հանցավոր զանգերի կենտրոնի վերաբերյալ տեղեկությունը քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էր ավելի շուտ։ Կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ ձեռնարկած միջոցառումներով պարզել էր, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ Արաբկիր վարչական շրջանում վարձակալել էին կոմերցիոն նշանակության տարածք եւ այդ տարածքում տեղակայել էին զանգերի կենտրոնների համար նախատեսված համակարգչային տեխնիկան։ Հետագայում ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ այդ զանգերի կենտրոնը ուներ հանցավոր ուղղվածություն եւ նախատեսված էր առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություններ կատարելու համար։ Հանցավոր կազմակերպության անդամներն իրավապահ մարմինների օպերատիվ տեսադաշտում չհայտնվելու նպատակով նախապես արտաքինից քողարկել էին հիշյալ տարածքը, ձեռնարկել անվտանգության միջոցներ, ինչից հետո միայն իրականացրել անձանց հավաքագրում եւ հանցավոր գործունեության մեխանիզմի յուրացման նպատակով վերապատրաստման դասընթացներ։ Այսպիսով ապահովել էին համացանցային հեռախոսազանգերի եւ հեռահար հասանելիությամբ օգտագործվող համակարգիչների կիրառմամբ օտարերկրյա պետություններում գտնվող քաղաքացիների ֆինանսական միջոցների հափշտակության համար բարենպաստ պայմաններ։ Իդեպ Հայաստանում գործող նմանատիպ հանցավոր կազմակերպությունները փոխկապակցված են այլ պետություններում նույն հանցավոր մեխանիզմը կիրառող հանցավոր այլ կազմակերպությունների հետ, որոնք իրենց հերթին թիրախավորում են մեր հանրապետության քաղաքացիներին եւ այստեղ հայտնաբերված ամեն հանցավոր զանգերի կենտրոնի գործունեությունը կասեցնելը նշանակում է հանցատեսակի կանխարգելում նաեւ մեր քաղաքացիների համար։ Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ պարզել նշված հանցավոր զանգերի կենտրոնի մեջ ներգրաված յուրաքանչյուր հանձի դերակատարությունը, այն կեղծ հարթակների տվյալները, որի միջոցով վերջիններս թիրախավորում էին օտարերկրյա քաղաքացիներին, ինչպես նաև այն կրիպտոդրամ բանակների հասցեները, որոնք օգտագործվել են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները կանխիկացնելու համար։ Հանցավոր կազմակերպության անդամներն ունեին նաև իրավապահ մարմինների անակնկալ այցելության ժամանակ համակարգիչներում առկա էլեկտրոնային ապացույցների ոչնչացման հստակ ուղեցույց։ Նաև այս հանգամանքը հաշվի առնելով նոյեմբերի 20-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության եւ քննչական կոմիտեի ծառայողներն իրականացրին անսպասելի խուզարկություն եւ մանրակրկիտ ծրագրված մուտք գործողությունների շնորհիվ հանցավոր կազմակերպության անդամներին չհաջողվեց ոչնչացնել քննության համար առանցքային ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային տեղեկությունները։ Խուզարկության ժամանակ հայտնաբերվել են հանցավոր կազմակերպության անդամներ, որոնք Հայաստանի եւ այլ երկրների քաղաքացիներ են, ինչպես նաեւ նրանց օգտագործած համակարգչային տեխնիկան։ Ձեռք բերված փաստական տվյալների շրջանակում քննչական կոմիտեում իրականացվում են համապատասխան վարույթային գործողություններ հանցավոր կազմակերպությունում ներգրավված բոլոր անձանց քրեադատավարական կարգավիճակը որոշելու ուղղությամբ։
քրեական ոստիկանությունն էլ իրականացնում է ակտիվ համագործակցություն օտարերկրապետությունների իրավապահ մարմինների հետ հանցավոր կազմակերպության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։ Նմանատիպ հանցավոր զանգերի կենտրոնների բացահայտման աշխատանքները կրում են շարունակական բնույթ եւ ցանկանում եմ հորդորել մեր քաղաքացիներին, եթե ստացել եք նմանատիպ զանգերի կենտրոններում աշխատելու առաջարկ, պարզապես մերժեք այդ առաջարկները հետագայում քրեական պատասխանատվությունից խուսափելու համար եւ կխնդրեմ, որպեսզի այդպիսի տեղեկություններ ունենալու դեպքում դրանք փոխանցեք իրավապահ մարմիններին։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Առնվազն 2 մարդ է զոհվել ևս 10 վիրավորվել վերջին 2 օրերին Սիրիայի մեծությամբ 3-րդ քաղաքում Հոմսում սկիզբ առած բախումների պատճառով։ Իրադրությունը Հոմսի նահանգում սրվել է այն բանից հետո, երբ Զայդան քաղաքում հայտնաբերվել են բեդուինական տոհմերից մեկին պատկանող ամուսնական զույգի մարմինները բռնության հետքերով։ Սպանությունից հետո բեդուինների մի քանի խմբեր մուտք են գործել Հոմսի ալավիներով բնակեցված թաղամասեր, բռնություններ կիրառել տեղի բնակիչների նկատմամբ։ Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է վերահսկողություն հաստատել ալավիներով բնակեցված թաղամասերի նկատմամբ։ Տեղական իշխանությունները քաղաքում նաև պարետային ժամ են հայտարարել։ Հոմսի հայ ընտանիքները լուրերին հայտնել են, որ քաղաքում իրավիճակը ներկայում կայուն է, իսկ հարավային թաղամասերում անվտանգության ուժեր են տեղակայվել։ Ռուսաստանն էլ դեռևս չի ստացել ուկրաինական կարգավորման վերաբերյալ ամերիկյան պլանի թարմացված տարբերակը, այս մասին ասել է Պեսկովը, անդրադառնալով լրատվամիջոցների տեղեկություններին, ըստ որոնց Թրամփի Ուկրաինայում խաղաղության ծրագրի կետերը 28-ից դարձել են 19։ ՌԴԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս հայտնել է, որ Ուկրաինայի հարցով Թրամփի ծրագիրը պաշտոնապես Ռուսաստանին չեն փոխանցել։ Մոսկվան այն ստացել է ոչ պաշտոնական խողովակներով։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանին չի գոհացնի, եթե Ուկրաինայի հարցով հնարավոր խաղաղության պլանից չնջվեն Անկորիջի տառն ու ոգին։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Աֆղանստանի Հոստ նահանգում պակիստանցի զինվորականների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 9 երեխա եւ մեկին, հայտնում են թալիբները։ Կունար եւ Պակտիկա նահանգներում եւս կան վիրավորներ։ Պակիստանը չի մեկնաբանել դեպքը։ Հարձակումը կատարվել է Փեշավարում մահապարտների պայթյուններից մեկ օր անց, որի հետևանքով զոհվել էին 3 ուժայիններ։ Տարածքում լարվածությունը բարձր է հոկտեմբերյան ռազմական բախումներից հետո։ Ռուսական անօթաչուները երեքշաբթի վաղ առավոտյան հարվածել են Կիևին, հրդեհներ առաջացնելով առնվազն 2 բնակելի շենքերում։ Մայրաքաղաքի ռազմական վարչակազմի ղեկավարի խոսքով վիրավորվել է 4 մարդ, իսկ Պեչերսկի շրջանում իրականացվում է տարհանում։ Քաղաքում արձանագրվել են էլեկտրամատակարարման եւ ջրամատակարարման խափանումներ։ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում Նովոգորոսկի նահանգում ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վնասվել են բազմաբնակարան շենքեր եւ տներ։ Կա առնվազն 4 տուժած։ Ռուսական կողմը հայտնում է նաեւ, որ Մոսկվայի ուղղությամբ շարժվող 10 ԱԹՍ խոցվել է օդային պաշտպանությամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հանձնարարել է վերանայել բոլոր այն փախստականների գործերը, որոնք երկիր են մուտք գործել Ջո Բայդենի օրոք։ Այս որոշումը կարող է վերաբացել մոտ 233,000 մարդու գործեր, որոնք Ամերիկայի Միացյալ Նահանգներ են մտել 2021 թվականի հունվարի 20-ից մինչև 2025 թվականի փետրվարի 20-ը։ Հուշագրով նաև դադարեցվում է Բայդենի օրոք ժամանած փախստականների մշտական կացության դիմումների գործընթացը։ Փաստաթղթերում նշվում է, որ նրանք, ովքեր չեն համապատասխանում փախստականի չափորոշիչներին, կզրկվեն այդ կարգավիճակից, անգամ եթե արդեն գտնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն նոյեմբերի 26-ին Փարիզում հանդիպելու է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տեղեկացմամբ հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները, նաև Իրանի վիճահարույց միջուկային ծրագիրը։ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները հաստատել են Արաղչիի նախատեսած այցը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջարկներն իրենց ներկայացրած ձևաչափով գտնվում են Ալյասկայում ընթացող քննարկումների շրջանակներում եւ կարող են հիմք հանդիսանալ կարգավորման համար։ Կրեմլի հաղորդմամբ այս մասին Պուտինը հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Թուրքական լրատվական գործակալությունների տվյալներով Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ներդնել իր ջանքերը աջակցել Ուկրաինայում հարատև եւ արդար խաղաղության հաստատմանը։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային եւ գլոբալ մի շարք հարցեր։ Այսքանով ես հրաժեշտ եմ տալիս, մաղթելով հաճելի երեկո ցտեսություն։